ասած ամեն ինչ փաստագրված է։ Ներողություն, ես հենց հիմա փաստերով կասեմ այդ մասին, պարոն Մինասյան, 1921 թվականին Սիմոն Վրացյանը նամակ էր ուղարկում Անկարա եւ նախ խոսում էր Հայաստանի եւ Թուրքիայի բարեկամության անհրաժեշտության մասին, ռազմական աջակցություն էր խնդրում պաշտոնական Անկարայից միասնական ճակատով կռվելու միասնական թշնամի բոլշևիկների դեմ, պարոն Մինասյան։ Դա Սիմոն Վրացյանի նամակն է եղել։ Եվ Սիմոն Վրացյանի ղեկավարած կոմիտեն էլ կոչվում էր Հայրենիքի փրկության կոմիտե։ Հիշում եք այն, որ ուզում էիք Հայաստանի գլուխը ուտել մի քանի տարի առաջ, այնքան երևակայություն չունեին։ Գնացել էին Սիմոն Վրացյանից Հայրենիքի փրկության կոմիտեն, փոխել էին դրել էին Հայրենիքի փրկության շարժում։ 100 տարի անց նույնիսկ այդքան ֆանտազիա չունենաս, որ գնաս Սիմոն Վրացյանի 100 տարի առաջվա Հայրենիքի փրկության կոմիտեն բերես եւ 180 աստիճանով հակառակ Սիմոն Վրացյանի գաղափարախոսությունը իրագործես։ Ընդ որում, ես էլ եմ ասում, խոսք էր գնում Սիմոն Վրացյանի եւ Դաշնակցության կողմից, խոսք էր գնում հայ-թուրքական բարեկամության մասին։ Մենք այսօր ասում ենք ընդհանրապես հարաբերությունները կարգավորենք, մեզ ասում եք դավաճանեք։ Բա հիմա ով է ուրանում Դաշնակցության պատմությունը, մենք թե դուք։ Դուք եք ուրանում, ասում եք Դաշնակցությունը ազգային արժեք է։ Բայց այդ ազգային արժեքը, Դաշնակցությունը 135-ամյա Դաշնակցությունը որպես ազգային արժեք, ո՞նց տարակ դրեցիք Ռոբերտ Քոչարյանի ոտքերի տակ։ Ո՞նց, բա այսօր Դաշնակցությունը, այդ ազգային արժեք Դաշնակցությունը մի հատ դաշնակցական լիդեր չունենա, հայերեն չիմացող Ռոբերտ Քոչարյանը դառնա այդ Դաշնակցության լիդերը։ Բա Դաշնակցությունը, որը տվել է Քաջազնոնի, Վրացյան, Խատիսյան, բա այդ Դաշնակցությունը մի հատ այսօր լիդեր չունենա, այդ Դաշնակցության լիդերը լինի Ռոբերտ Քոչարյանը, որը հայրմերը չգիտի, որը ուղղակի չի կարողանում, հասկանում եք, իր մտքերը բանալ, նորմալ շարադրել, հասկանում եք։ Որը եթե մի քանի րոպե ուղղակի ինքնուրույն մտածի վնասվածքներով կտեղափոխվի վերակենդանացման բաժանում, դուք բերել եք այդ Դաշնակցությունը, այտենց դրել եք Ռոբերտ Քոչարյանի ոտքերի տակ։ Այ նույն ձև դուք Հայաստանն եք ուզում տանեք եւ դնեք ուրիշ պետության, օտար պետության ոտքերի տակ ու մատաղանեք։ Բայց ես ընդհանրապես ուրիշ ձև էի պլանավորել իմ ելույթը սկսել։ Մեզ սա էլ է դուր գալիս, պարոն Կոնջյան։ Հիմա ես ուզում եմ դա եւ մեր ընդդիմությունը էլի երաշխավորախտով է տառապում եւ ասում է երաշխավորը։ Ես այս պատմությունը մի քանի անգամ պատմել եմ, այն իմ ամենասիրելի օրինակներից մեկն է, որը իմ ամենասիրելի հեղինակներից մեկը Նասիմ Թալեբը իր գրքի մեջ բերում է։ Ասք երաշխավորի մասին։ Մսագործը ամեն օր կերակրում է հնդկահավին։ Եվ ամեն օր հնդկահավը գնալով ավելի ու ավելի էր չաղանում եւ ավելի փարթամ տեսքեր ունենում։ Եվ բոլոր վերլուծաբանները, ընդդիմադիրները, Դաշնակցությունը վստահորեն վիճակագրության հիման վրա պնդում էին, որ հնդկահավի կյանքը գնալով ավելի ու ավելի լավն է դառնում, ավելի ու ավելի երաշխավորված, ավելի ու ավելի բարեկեցիկ։ Մինչև այն օրը, պարոն Մինասյան, որ մսագործը որոշում է մորթել հնդկահավին եւ տանել շուկա գովաբանության օրվանից առաջ վաճառելու համար։ Եվ բոլոր վիճակագիրները, վերլուծաբաններն ու Դաշնակցությունը հենց այդ պահին սխալվում են։ Ահա այդպես դուք ուզում եք, որ Հայաստանը տանեք դնեք այդ երաշխավորի ձեռքի տակ, հետո որ այդ երաշխավորը իր ուզած օրը, իր շահերի համար մի օր Հայաստանը տանի մատաղանի ու դնի աշխարհաքաղաքական առևտրի զոհասեղանին։ Եվ ձեզ էլ վճարի ձեր բաժինը։ Եվ ժողովրդի ճակատագին էլ որպես մանրադրամ դնեք ձեր ջեբը, այդ է ձեր ուզածը։ Ինչ ազգային արժեք, ինչ բան։ Այդ որ բան եք անում, բա որ Ռոբերտ Քոչարյանը բահոպատակն չի։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ միութենական պետության մաս։ Երբ որ ձեր սիրած Վիտալի Բալասանյանն ասում է, որ այո, Հայաստանը պիտի դառնա միութենական պետության մաս։ Երբ որ ձեր սիրելի Վարդան Ղուկասյանն ասում է, այո, Հայաստանը պիտի դառնա միութենական պետության մաս, այդ ի՞նչ է։ Այդ ուզում եք Հայաստանի գլուխը ուտել, հետո ուզում եք հայ ժողովրդի զավակներին ուղարկել թնդանոթի միս դառնալու ուրիշների սանձազերծած պատերազմում։ Ուզում եք, որ հայ ժողովրդի զավակները խաղաղ չապրեն սեփական երկրում, ուզում եք, որ այդ ուրիշների սանձազերծած պատերազմի սպանդանոցի մեջ մտցնեք հայ ժողովրդի զավակներին։ Դրա համար հանգիստ չունեք, որ այս 2 տարի է, կրակոցի ձոզ չունենք։
Երբ որ Տիկին Գալստյանը այստեղից ասում է, այդ որ խաղաղության մասին եք խոսում, այդ այն խաղաղության մասին եք խոսում, Տիկին Գալստյան, որտեղ որ 2 տարի կրակոցից մարդ չի զոհվել, եւ դուք էլ որպես ողբերգության մունետիկներ չեք եկել այս ամբիոնից բան արել, լացուկոց կապել, ասել, վայ, մենք կործանվեցինք, այս իշխանությունը մեզ տանում է պատերազմի։ Պատերազմեր ասում եք իշխանությունը մեզ տանում է պատերազմի։ Խաղաղությունը ասում եք իշխանությունը տանում է մեզ պատերազմի։ Դուք հասկանում եք, դուք այնքան եք մոլորվել սեփական ստերի հորձանուտում, որ դուք սկսել եք ինքներդ ձեզ մարսել, հասկանում եք, դուք ինքներդ ձեզ մարսում եք, այսինքն որպես քաղաքական ուժ, որպես ընդդիմություն, եւ դուք հեսա կվերջանաք։ Դուք ինքներդ ձեզ կուլ եք տվել եւ մարսում եք։ Դուներ գալիս է, չէ՞, հարգելի գործընկերներ։ Ես կարող եմ շարունակել անվերջ։ Խոսում եք ներքին պատերազմի մասին, հարգելի գործընկերներ։ Եվ սա իմ մոտ, ասես բան էլի, ֆլեշբեքի բանով բերեց այդ ներքին պատերազմ կոչվածը, բայց մի քիչ ուրիշ տրամաբանությամբ։ Դուք ասում եք, որ պատերազմ է հայտարարվել մեր ինքնության դեմ բան եւ այլն։ Դա պարզ է, դրա մասին 100 անգամ խոսացել ենք։ Բայց այդ ներքին պատերազմի այլանդակ դրսևորումը գիտեք որն էր։ Հիշեք էլի մի հատ ձեր կառավարման տարիները, երբ որ ձեր Քոչանա սերժական իշխանության բանդաները Հայաստանի փողոցները, հրապարակները, պատյեզները դարձրել էին իսկական բան, պատերազմի թատերաբեմ։ Մի հատ հիշեք ուղղակի էլի։ Մի հատ հիշեք, թե Հայաստանում ընդհանրապես ինչ միջավայր էր տիրում։ Մի հատ հիշեք, Հայաստանում կար մի հատ բիզնեսմեն, որի մտքով կանցներ, որ հանկարծ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի մի փոքր օգներ։ Մի հատ հիշեք, Հայաստանում կար մի հատ ընդդիմադիր լրատվամիջոց, որի մտքով հանկարծ կանցներ, ճշմարտության կեսի ասել են օրվելյան լեզվով ասած, գոնե ասել, որ 2-ին գումարած 2 հավասար է 4։ Մի հատ հիշեք, ժողովուրդ, ասում եք Միշիկը ձերն է, ինչ եք մեզանից ուզում, Միշիկը ձերն է, վերցրեք, գնացեք, գտեք ինչ ուզում եք արեք, Միշիկը ձերն է, ձեր բանն է։ Բայց դուք որպես ընդդիմություն եք այդպիսին։ Մինչև հիմա չեք տվել են բանի մարդու, Աջապայանի հարցազրույցը երկիր մեդիայում չկա։ Ինչ եղավ Աջապայանի հարցազրույցը։ Դուք որպես ընդդիմություն եք այդպիսին, ժողովուրդ։ Որպես ընդդիմություն եք դուք բանը մամուլի ազատության դեմ կռիվ տալիս։ Որպես ընդդիմություն եք։ Ուր է Միքայել Աջապայանի հարցազրույցը եւ Ռոբերտ Քոչարյանի թալանած 200 միլիոնը։ Ես պահանջում եմ Ռոբերտ Քոչարյանի թալանած 200 միլիոնը եւ Միքայել Աջապայանի հարցազրույցը երկիր մեդիայում։ Միանում եմ։ Ես հասկանում եմ, որ ձեր մոտ ծիծաղը կոմպենսացնում է այն ամոթը, որ հիմա դուք զգում եք, որովհետև այն որ դուք նստել եք եւ այս աթոռների վրա նախավերջին մոհիկանների պես բան եք անում, լսում եք այս ելույթը, էլի գնահատելու բան։ Բայց մի հատ հիշեք էլի ձեր իշխանության տարիները, ժողովուրդ։ Հիշեք ընդհանրապես կար ազատ մամուլ, թե չկար ազատ մամուլ։ Հիմա ինչ բանը, վաքսի վրի մեյմուն կա, իրան դրելա լրագրողի տեղ։ Գալիս են, բան, վարչապետին ինչ հարցեր ասես տալիս են, իրենց ներկայացնում են որպես Պրոմեթեյս, որ բանը ողջախոհության եւ ազատության ճրակը սենց վերցրել են, եկել են, բան, ձեզ միջանցներում այս այդպիսի եւ ոչ միայն այդպիսի լրագրողներին ձեր գործընկերները սպառնում էին ծնոտը ջարդել։ Շմայց ընդհանրապես ասում էր պետք է բռնաբարել եւ գլխատել։ Թե գլխատել եւ բռնաբարել, հետեղերի հաջորդականությունը ես չգիտեմ այդ սադոմազոխիզմը, ձեր իշխանության, դա ձեր իշխանությունն էր, դա ձեր դեմքն էր, հասկանում եք։ Մոռացել եք, թե պետքա դնենք հիմա գանք այստեղ բան անենք, Հայաստանի քաղաքական պատմության դասընթացներ կազմակերպենք։ Այո, եթե հանկարծ, ես վստահ եմ, որ այդպիսի բան չի լինելու, բայց եթե հանկարծ այս ընդդիմությունը Հայաստանում մի անգամ էլ իշխանություն զավթի, դա ոչ միայն բերելու արտաքին պատերազմի, դա բերելու է նրան, որ նույն Քոչարյանա սերժական, օլիգարխիական բանդիտների հերոսակախմբերը ներքին խժդժություններ են սանձազերծելու ամբողջ Հայաստանում։ Դուք պատկերացնում եք, այս 8 տարվա մեջ ինչքան ախորժակ է այս մարդկանց մեզ կուտակվել։ Դուք ժողովուրդ պատկերացնում եք, այս 8 տարվա մեջ ինչքան հարստություն է կառուցվել, ինչքան բան չի թալանվել, որ այս մարդիկ գալու են իրանց այս երախով ու փորձելու են էլի թալանել։ Դուք պատկերացնում եք ինչ են անելու, ծվեն են անելու այս երկիրը։ Հա, եւ ավարտելով։ Գիտեք մեր ու ձեր տարբերությունը որն է։ Որովհետեւ մեր ու ձեր տարբերությունն այն է, որ Հայաստանը մեր միակն է։ Մեր միակ եւ անկրկնելի սերն է Հայաստանը։ Եվ մենք Հայաստանից բացի ուրիշ սեր չունենք։
Բայց Հայաստանը ձեր միակը չի։ Դուք Հայաստանից բացի ուրիշ սերեր ունեք, ուրիշ հայրենիքներ եւ ուրիշ պետություններ ունեք, որտեղ որ պահում եք ձեր փողի եւ ունեցվածքի մեծ մասը։ Եվ դուք առաջին իսկ հնարավորության դեպքում կդավաճանեք Հայաստանը, կգնաք ձեր ուրիշ պետություններն ու հայրենիքները եւ մենակ կթողեք Հայաստանը իր ճակատագրի, իր ворթիների հետ։ Եվ այդ Հայաստանին ծվեն կանեն այն ուժերը, որոնց ոտքերի տակ դուք ուզում եք Հայաստանը մատաղանել, բայց մենք դա թույլ չենք տալու։ Ձեր հաստ ծոծորակը կտեսնեք, դա չեք տեսնի։